Պարոն Տոնոյան, այսօր մասնակցում եք ջահ երթին դեպի Ծիծեռնակաբերդ, ինչ խորհուրդ ունի այն այսօր, օրը այսօր ինչ խորհուրդ ունի 110 տարի անց հայոց ցեղասպանությունը ինչ է հուշում մեզ։ Այս տարվա մեր ջահերով երթը էլ ավելի պիտի դիմի մեր ժողովրդին։ Մենք դրանով ուզում ենք ցույց տալ, որ այսօրվա մեր իշխանությունների ուրացումը, բառից բուն իմաստով ուրացումը ցեղասպանության մեզ տանելու է դեպի եւս մեկ ցեղասպանություն։ Մենք արդեն երկու ցեղասպանություն ենք ապրել։ Արցախի ժամանակավոր կորուստը եւ հայրենազրկումը արցախցիների, Արցախի դատարկվելը դա էլ է գենոցիդ բառից բուն իմաստով։ Եվ մենք մեր երիտասարդները եւ այն հոծ բազմությունը, որ այսօր այստեղ հավաքված է, մենք ոչ ենք ասում ցեղասպանությունը ուրացողներին, ոչ ենք ասում այն մարդկանց, ում թվում է թե իրենք քաղաքականությամբ են զբաղվում եւ անընդհատ զիջելով պետք է ինչ-որ տեղ հասնեն։ Պետք է ոճրագործը պատժվի, դրանից հետո պետք է մտածել հաջորդ քայլերի մասին, եթե նրանք մեզ հարևան են, բայց ոճրագործները պետք է պատժվեն։ Իսկ նպատակը որն է, որ այսօր ժխտողական քաղաքականություն է որդեգրել Հայաստանի իշխանությունը։ Իրենց դրանց համար են, հենց դրա համար են բերել իշխանության, նպատակը մեկն է այսօր, իրենք իրենց իշխանությունը պիտի պահեն, դա են ուզում, որը ես ավելի քան խորապես համոզված եմ չի հաջողվելու իրենց։